Պատմամշակութային մեծ ժառանգություն, խաղողագործության և գինեգործության 100-ամյակների հարուստ մշակույթ։ Արենի խոշորացված համայնքը ունի ամեն ինչ, տուրիզմի ներուժը ճիշտ օգտագործելով համայնքը տնտեսապես զարգացնելու համար։ Զբոսաշրջությունը կարա տնտեսական լուրջ խթան հանդիսանա նաև բացի Արենիի, այլ հարևան մնացած բնակավայրերի տնտեսական ազդեցության մեջ կարա էական փոփոխություն մտցնի։ Հաջողության հասնելու համար սակայն առանձին նախաձեռնությունները բավարար չեն։ Արենիի համայնքապետարանը մշակել և իրականացնում է կայուն տուրիզմի զարգացման ռազմավարություն, փոխկապակցված ծրագրերի մի ամբողջ համալիր, որոնք ռազմավարական ճիշտ պլանավորման և արդյունավետ իրականացման արդյունքում կայուն եկամուտ են ապահովելու համայնքի բոլորի բնակավայրերում և փոխելու են Արենիի սոցիալ-տնտեսական պատկերը։ Մեր ծրագիրը շատ կոմպլեքս և բարդ ծրագիր է, բայց նաև շատ նորարարական Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում և մեզ այստեղ օգնության են եկել մեր միջազգային փորձագետները։ Ծրագրերը մշակվել են կիրառելով կառավարման նոր պորտֆելային մոտեցման գործիքակազմը։ Ինչ է պորտֆելային մոտեցումը։ Համայնքների զարգացումն ապահովող նորարարական կառավարման մոդել, որը Հայաստանի համայնքային իշխանություններին օգնում է սովորել և կիրառել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրամիության համատեղ համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնությունը։ Միջազգային մասնագետների մշակած այս մոդելը էապես տարբերվում է զարգացման մինչև այժմ եղած ծրագրերից։ Նախ համայնքապետարանի աշխատակիցները օնլայն և առկա դասընթացների, վերապատրաստումների, փորձի փոխանակումների միջոցով զինվում են կառավարման նոր կարողություններով, ապա նոր գիտելիքների հիման վրա սկսում են մշակել իրենց համայնքի զարգացման տեսլականը, նպատակները և դրանց հասնելու քայլերը։ Տեսլականի մշակման գործընթացում ամենակարևորը մասնակցայնությունն է։ Կայացվում են միայն համագործակցային և ներառական որոշումներ, համայնքի զարգացման շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում բնակիչների, տեղի հասարակական կազմակերպությունների, բիզնեսների և ուսումնական հաստատությունների շարունակական ներգրավմամբ։ Տարբեր հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, գինեգործների հետ, որպեսզի հասկանանք, որոնք են Արենի համայնքի զարգացման առաջնահերթությունները և իհարկե որոնք են մտավախությունները բնակիչների։ Թե բնակիչների հետ քննարկումները, թե համայնքապետարանի ներսում քննարկումները, թե ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկումները ցույց տվեցին, որ շատ ավելի կարևոր թեմա է այսօր Արենիի համար զբոսաշրջությունը։ Պատկերացնենք մի հատ հանք, որը ինչքան բացում ես, ինչքան օգտագործում ես, այնքան ինքը ավելանում է։ Զբոսաշրջությունը այսպիսի ազդեցություն ունի տնտեսության վրա եւ հենց այդ փիլիսոփայությունը հիմք հանդիսացավ մեր համար, որ գինու տուրիզմը կա, զարգանում է, բայց գինու տուրիզմի զուգահեռ փորձեր զարգացնել տուրիզմի այլընտրանքային ճյուղեր։ Պորտֆելային մոտեցումը փոխում է համայնքային իշխանությունների աշխատավոճը, ներդնում մասնակցային և թիմային որոշումներ կայացնելու մշակույթ։ Ծրագիրը մեր համար նորություն էր, ցանկացած որոշում կայացում էր թիմի եզրակացության հիման վրա։ Մի շահ եղել է, որ համայնքի ղեկավարը որոշումները կայացնում էր, ըստ դրա աշխատանքն իրականացում էր։ Այս պարագայում մենք մի որոշման հիմար նույնիսկ ամիսներ ենք մտածել, հետ վերադարձել, լրամշակել։ Նորարարական մոտեցման մյուս բաղադրիչը դինամիկ կառավարումն է։ Պլանավորված միջոցառումները շարունակաբար փոփոխվում են, ադապտացվում նոր մարտահրավերներին, իսկ ձախողումները դիտվում են որպես սխալներից դասեր քաղելու և այդ դասերը կառավարման մշակույթում ինտեգրելու հնարավորություն։ Ծրագրի կառավարման ընթացքում մենք կիրառում ենք ավելի ճկուն մեթոդներ, ոչ գծային մեթոդներ։ Սա ենթադրում է, որ մենք չենք վախենում սխալվելուց։ Ենթադրում է, որ մենք սովորում ենք մեր սխալների վրա։ Օրինակ, ասում է Սյուզան Մարգարյանը, ծրագրի մշակման ավելի վաղ փուլում որոշել էին աջակցություն ցուցաբերել Արենի գյուղում երկար տարիներ անցկացվող գինու փառատոնին։ Ավելի ուշ, սակայն, երբ ավելի լավ ծանոթացան կառավարման պորտֆելային մոտեցմանը, չեղարկեցին այդ որոշումը։ Փոխարենը մշակեցին և իրականացրեցին Տադի շորվա փառատոնը Ռինդ բնակավայրում, որը ի թիվը զուգահեռ իրականացվող այլ գործողությունների միտված էր ակտիվացնել համայնքի մյուս բնակավայրերը հանուն համաչափ զարգացման տեսլականի։ 4 ամիս շարունակ մենք թիմով բանահավաքչական աշխատանքներ ենք կատարել Արենի համայնքի 9 գյուղերում և բնակիչներից տարբեր տարիքի բանասացներից գրառել ենք ոչ նյութական մշակութային ժառանգության առնչվող տարբեր արժեքներ, որոնցով ամբողջանում է պատկերը Վայոց ձորի տեղական ավանդական մշակույթի։ Պորտֆելային մոտեցմամբ ռազմավարական պլանավորման մեջ ոչ մի միջոցառում նախատեսված չէ մեկ առանձին խնդիր լուծելու համար։ Զարգացումը ապահովում է համալիր լուծումներով, որին հասնում են փոխկապակցված ենթածրագրերի իրականացման միջոցով։ Ինչպես է դա տեղի ունենում։
Օրինակ, բանահավաքչական խմբի գրառած կերակրատեսակները ամփոփվել են Շտեմարանում։ Համայնքապետարան այդ բաղադրատոմսերը նախ ներկայացրել է Ռինդի փառատոնում, ուր այցելած զբոսաշրջիկները գնել են Նարեի եւ իր ընկերների պատրաստած արտադրանքը։ Գինու շշերի վրա փակցրել են Արենի համայնքի տեսարժան վայրերը, էկոպայուսակներ մեր լոգոներով, շապիկներ, ստիկերներ, ամենահին կոշիկը, նորավանքը։ Ռինդում այցելուներին ավելի երկար պահելու համար կառուցվել է զբոսաշրջային արահետ դեպի համայնքի ժայռափոր միջնադարյան եկեղեցի։ Տեղի գաստրոբակերի եւ հյուրատների խոհարարներին սովորեցրել են, ինչպես նորովի պատրաստել ավանդական այս կերակրատեսակները ու ներառել իրենց մենյուներում։ Այդ ընթացքում համայնքապետարանը նախաձեռնել է Արենիի բրենդավորում։ Բոլոր բնակավայրերում տեղադրվել են QR կոդերով տեղեկատվական ցուցանակներ։ Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության նպատակը նորարարական կառավարումը ինստիտուցիոնալացնելն է, աշխատանքի մշակույթ դարձնելը։ Սյուզան Մարգարյանը խոստովանում է, պորտֆելային թիմի մարտահրավերները շատ էին, ստիպված են եղել հաղթահարել ոչ միայն բնակիչների, այլև գործընկերների թերահավատությունը։ Շփումը համայնքի մյուս աշխատակիցների հետ բերել է իր արդյունքները, տեսնելով մեր աշխատելավոճը, տեսնելով մեր հաջողությունները, գրացած արդյունքները, իրենք էլ մեր ծրագրից ինչ որ բաղադրիչներ, ինչ որ արդյունքներ վերցնում են եւ փորձում են կիրառել Արենի համայնքապետարանի առօրյա աշխատանքում։ Համայնքի մասնակցությամբ որոշումներ կայացնելու ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձը այնքան արդյունավետ է եղել, որ հիմա արդեն համայնքապետարանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում, նրանց բնակավայրում ցանկացած նույնիսկ ամենափոքր միջոցառում կամ միջամտություն պլանավորելիս։ Համայնքի բնակիչներն էլ, որոնք սկզբում առանց առանձնահատուկ ողջավորության էին մասնակցում համայնքապետարանի հետ քննարկումներին, ենթածրագրերի արդյունքները տեսնելուց հետո մոտիվացվել են, այժմ իրենք են հետաքրքրվում նոր ծրագրերով։ Խոհարարների վերապատրաստմանը մասնակցության հայտերը սպասվածից շատ ավելին են եղել։ Մասնակցելու համար դիմել են ոչ միայն Արենիի գյուղերից, այլև Վայոց ձորի մարզի մյուս բնակավայրերից։ Արենիի համայնքապետարանում պատրաստվում են պորտֆելային կառավարման իրականացման հաջորդ փուլին։ Ձեռք բերած նոր կարողությունները աշխատակիցներին թույլ են տալիս նոր գործիքներ կիրառել զարգացման համար հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Համայնքի զարգացման ծրագրերում ներգրավել ոչ միայն համայնքի մասնավոր հատվածին, այլև համայնքից դուրս, բայց դրա զարգացման հետաքրքրված դերակատարների, դարձնելով նրանց զարգացման գաղափարակից եւ մասնակից ֆինանսական եւ այլ ռեսուրսների ներդրմամբ։ Իսկ այս ամբողջ գործընթացը համակարգելու է Արենիի նորաստեղծ զարգացման հիմնադրամը, որը մեկ տանիքի տակ կհավաքի համայնքի զարգացման հետաքրքրված բոլոր կողմերին։ Կառավարման արդյունավետ մեթոդներով կմիավորի Արենի համայնքի բոլոր գյուղերի ներուժը եւ հանդես կգա միասնական ու կենսունակ զբոսաշրջային առաջարկով։